Հովանու առաջի թղթի 2-րդ գլխի 14 համարի 2-րդ մասը։ Գրեցի ձեզի երիտասարդներ, որովհետև դուք ուժով եք եւ Աստծո խոսքը ձեր մեջ կբնակվի ու չարին հաղթեցիք։ Էսա, այսօրվա իմ խոսքի հիմքը էսա։ Դες արդեն գլխում գավ, կարծեմ ձեզան շատերը ջոկեցիք, բայց չասեցիք, ամաչեցիք արտահայտվել։ Կարծեմ շատ եք լսել եւ դուք եք կարդացել եւ այս ուղղությամբ շատ քարոզներ ա եղել։ Թող մի 60-րդ անգամ լսեք, ոչինչ։ Ես հավատում, ինչ որ Աստված ասում է ճիշտ է։ Դուք եք հավատում։ Որ ասում է երիտասարդներ դուք ուժով եք, նշանակում է դուք ուժով եք։ Էլ չֆռցնենք ախր, ոչ մի ախր, որ ասում է ուրեմն ուժով եք։ Պարզապես Աստված ուզում է ձեր միտքը արթնանա, ընդունեք, որ դուք ուժով եք։ Դուք այդ ձևով նայեք ձեզ, այդ ձևով նայեք կյանքին, այդ ձևով քայլեք, այդ ձևով մտեք ինչ որ գործի մեջ։ Թուլություն մի արեք, դուք ուժով եք։ Աստված ասում, որ Աստված ասում է, Աստծո խոսքը հենց ինձ չի, Աստծո խոսքը իր մեջ ունի այդ ուժը։ Եթե մեկն էլ չունի, հենց կարդա պետք է այդ ուժը գա իր մեջ։ Հենց դու սկսես գործել, Աստված այդ ուժը տալու է քեզ։ Որ Աստված ասել է, ուրեմն սենց է։ Ամեն, էլ ուրիշ բան չկա ասել։ Եթե հիմա ուրիշ բանը չասեմ, ես երիքա ձեզ։ Բայց ունեմ ասելու բաներ, այսինքն ստեղից ուզում եմ բայց ասեմ, Բայցից հետո մի քանի տեսանկյուններ կարելի ասել, փորձեմ մի քանի տեսանկյուններ ասել, բայց մեկի կամ երկուսի վրա կանգ կառնեմ։ Մի տեսանկյուն է հեսա։ Հնարավոր է մեկը ուժ ունենա, բայց չգործի։ Մարդ գիտե, որ փորձեց թևը ծալել, ահագին մարդկանց թև ծալում է, բայց Սաուլը դիվանի վրա նստած է։ Ոչ մի գործ չի անում։ Ուժով է։ Բայց գործ չի անում։ Ինչ է կարծում, ինչ արժե այդ ուժը իր համար։ Ընդունելի է այս միտքը։ Կարելի է սուղությամբ մտածել, ուժով ես, սիրելի երիտասարդ ուժով ես, բայց ինչքանով ես գործածում այդ ուժը։ Ցավոք մարդիկ կան չեն գործածում։ Ես էսի ասում եմ, որ քո ականջը լսի եւ դու լինես գործածողներից մեկը։ Աստծո տված ուժը պետք է գործածել։ Դու հիմա հաջորդ արդեն տեսանկյունը։ Որտեղ գործածել։ Ցավոք մարդիկ կան, որ սխալ տեղ են գործածում, մարդիկ կան ճիշտ տեղ։ Օրինակ, ես իմաստության մասին ունեմ լավ, ինչ ասեմ, ցայտուն մի օրինակ, դուք էլ գիտեք, մարդիկ կան, գիտություն ունեն, գիտության մեջ խորացած, այդ գիտությունով մարդիկ կան, զենք են սարքում, մարդիկ կան տեխնիկա են սարքում կյանքը հեշտացնելու համար։ Մարդ կա մարդկանց կյանքը բարօրության մեջ է բերում, մարդկանց կյանքը սպանելու, վերացնելու մեջ է դնում։ Այսինքն մարդը այդ իր ունեցածը ճիշտ տեղ է գործածում, ճիշտ ձևով է գործածում, մարդկա սխալ տեղ է գործածում։ Ես էլ կա թե չէ, ընդունում եք ես էլ։ Մարդկա իր ուժը գործածում է մեկին ճնշելու, այդ վատ բան անելու, իր միտքը տենց է թելադրում։ Իսկ մարդկա իր ուժը գործածում է ճիշտ բաների համար։ Սրա համար մի հատ օրինակ եմ ուզում ասեմ։ Տարիներ առաջ էր, երևի մի 40 տարի առաջ։ Երևի եմ ասում, որտեղ տոշն չեմ հաշվել։ Մեր գյուղից ավտոբուսով գալիս է Երազդան։ Գյուղից դուրս տեսա մի քանի երեխեք, երևի մի 7-9 մինչև 10 տարեկան երեխեք։ Մի հատ էշի բռնել էին, վիզը պրովոլկով, նավթուրով ձիգ կապել էին ու չարչարում էին, էլ նստում էին վրա, խփում էին, ձգում էին բան։ Ես մտածի, որ այս էշը, այս երեխեքից ուժ եղա, հաստատ ուժ եղա։ Գիտեք, էշի ուժը, ինչքան բեռատանում։ Բայց այդ իր ուժը չի գործածում այս երեխեքի դեմ։ Ինքը ունի այդ ուժը, բայց երեխեքի դեմ չի գործածում։ Էշի մեջ ծրագիրը դրված է, որ այդ ուժը բեռ կրելու համար է, մարդկանց խփելու, գծելու համար չի։ Այդ հայտնությունը այդ ժամանակ ստացա։ Կարար գծեր, կարար քացող խփեր, էշը կարում է քացող խփի եւ այլն, բայց չէր անում։ Ինքը ուներ այդ ուժը, բայց չէր անում, որովհետեւ իր մեջ այդ բնույթը չկա, այդ գծելու այդ գիշատիչ բնույթը չկա, իր մեջ խելոք բնույթ է։
Եվ որ ծեծում էին, խփում էին, էշը շամփերում էր։ Ես էշը շուր ասում եմ, վատ իմաստով չեմ ասում։ Աստվածաշնչում բոլոր տեղերում էշը դրական է։ Այսինքն նույնիսկ էշը հասկանում է, որ ուժը ճիշտ տեղա պետք գործածել։ Բայց մենք բարձր ենք էշից։ Իսկ ով որ ուժը ճիշտ տեղ չի գործածում, էշը նրանց լավն է։ Կներեք, դիչ կոպի տեղը, բայց ճիշտ եմ ասում։ Այդ դուք չեք։ Ուզում շարունակենք այս միտքը։ Արանք, որ մեկ բաներ բաց թողեն, ոչինչ, էլ ասին, կարող էլի տեսանկյուններ լինեն, կարող ուրիշ քարոզիչ, ուրիշ տեսանկյուններ ասի, ես այդքանը չասեմ, հաջորդ տեսանկյունը որ ուզում ասեմ, արդեն իմ կյանքից եմ օրինակ բերելու, լավ, սկսեմ, մտածում էի, արանքին տեսանկյուն բաց թողեցի, ոչինչ, իմ կյանքից եմ ուզում օրինակ բերեմ։ Ես 2019 թվին ես շենքը որ բաժար ընկավ, հետո ռեմոնտի գործ սկսեցինք, քանի ամիս, ովքեր որ կարողանում էին, ստեղ գործ էին անում։ Ես էլ էի գործ անում։ Ճիշտ է, երիտասարդ չէի, բայց էլի կարում է, էլի։ Ես իմ շրջապատի մեջ միշտ ճանաչել եմ ուժեղներից մեկը, ամենա չէ, բայց 100 հոգու մեջ 10-ի առաջ տասնյակի մեջ կլինեի։ Ես նշում եմ, որ թե գլուխ գովալ, ուզում եմ ես այդ ուժի մասին բան ասեմ։ Ուրեմն, այս մասով էր, հետաքրքիր, այս մասով էր։ Մի հատ գաջի մեշոկներ էինք տեղափոխում, չգիտեմ, սամթին չբռնեցի, այս մատս թարս ծալվեց։ Բոլորը գիտեք, մատ թարս որ ծալվի, կցավա։ Ցաված, մի քանի ամիս այդ ցավը հələ տևեց։ Հիմա ես այդ օրերին ասել եմ, ոմանց համար կարող է կրկնություն լինի։ Հիմա հաջորդ օրը եկել եմ էլի փոխվել եմ, ուզում գործ անեմ։ Բայց էլ նախորդ օրվա պես չեմ կարողանում ուժես գործածել։ Ուժես չի պակասել, բայց աշխատունակությունս ընկել էր։ Ուժի եւ աշխատունակության մեջ ուզում եմ մի հատ տարբերություն դնեմ։ Ուժը կա, քիչ առաջ ասի, մարդկա ուժը ունի, բայց չի աշխատում։ Մարդկա ուժը ունի, բայց լավ չի աշխատում։ Մարդկա ուժը ունի, սխալ է աշխատում։ Ասենք, ես էլ ուժը ունեի, բայց չէի կարում արդեն իմ ամբողջ ուժով աշխատեի, որովհետև մի հատ խանգարող բան կար։ Էլ ձեռս չէի գցում այդ մեշոկներին, թե բաներ էի ձեռս գցում։ Աշխատունակությունս, եթե ասենք, մինչև այդ մատից ցավալը աշխատունակությունս համարենք 100%, կարելի ասել մատից ցավալուց հետո իջել էր 60%։ Եվ մտովի ես սկսեցի շարունակել։ Եթե ես մի մատս էլ, ես մի ձեռից մատն էլ ցավար, աշխատունակությունս մի 30%-ով էլ ճիշտներ։ Եթե չոքս էլ ցավար, էլ տոկոս չեմ կարող ասեմ ինչքան ճիշտներ։ Եթե այն միշտ չոքս, եթե մեջքս, եթե եւ այլն, կդառնայի անաշխատունակ։ Ուժը ունեմ, ցանկությունն էլ ունեմ, բայց աշխատունակությունս կորցրել եմ։ Եվ այդտեղից գիտեք ինչ հայտնություն ստացա։ Ուրեմն այդ մատս ցավալով, դրանից մի քանի օր հետո նստել եմ պաշտամունքի տեղը նայում եմ։ Ժողովուրդ, որ ես ձեզ տեսնում եմ, իմ մեջ մենակ սեր կա ձեր նկատմամբ։ Ես նայում էի, ամեն մեկի մասին մտածում, լավն է էս մարդը։ Հավատում եմ, որ սրտանց ապաշխարել է, սիրում Աստծուն, նորմալ ամեն բան լավ է։ Ոչ մի բացասական բան չեմ կարող տեսնեմ այս մարդկանց մեջ։ Բայց ոնց որ թե իր ծառայության մեջ այն առաջադիմություն չկա, այնպես ոնց որ պետք է։ Կարելի ասել աշխատունակությունը ցածր է։ Եվ այս իմ մատի ցավը հասկացրեց, որ այս մարդը այս ուժը ունի, այս մարդը սիրտը ունի, այս մարդը նվիրվածությունն ունի, սերը ունի, բայց ինչ որ բան այս մարդու կյանքում կա, որը խանգարում։ Օրինակ, արդեն մի քանի օրինակ ասեմ, տանը վիճը նոր է եկել, արդեն իր հոգևոր աշխատունակությունը ընկած է,
Արդեն այն օծությունը որտի լիներ իր ծառայության մեջ, այդ օծությունը արդեն չի լինի։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Օրինակ, ինտերնետով սխալ բաներ ա նայել։ Օրինակ, գործի տեղը մեջի հետ ինչ որ հարաբերությունը ճիշտ չի։ Օրինակ, սրտի մեջ մեջը հպարտության բաներ է եկել։ Սրտի մեջ հակառակ սերի նկատմամբ մտքեր ընդունել։ Եվ այլն, բաներ կան, որ այս մարդը ինչ ասեմ, այդ պահին ընկել է, ոնց որ մատս ցավացել է։ Ինչ որ մի բան եղել է սրա հոգևոր կյանքում, չեմ ասում ուժը կորցրել է, բայց աշխատունակությունը կորցրել է։ Այսինքն այդ ուժը չի կարողանում գործածել այնպես, ինչպես որ եթե այդ բանը չլիներ։ Կարծում հասկանալի եմ ասում։ Եվ ես այստեղ կարծում եմ, մի քիչ առաջ որ ասի, ես դուք չեք բանեն եշի պատմության մեր, բայց այստեղ արդեն ասում եմ, որ ձեզանից շատերը այս բանով անցնում են կամ նույնիսկ կարող է դրա մեջ են։ Ինչպես ես մի քանի ամիս դրա մեջ մնացի, այնպես էլ հիմա էլ արդեն այս առումով ավելի աշխատունակությունս ավելի շատ է։ Ինչպես ես մնացի, ոմանք երևի բավականին ժամանակներ մնում են այդ անաշխատունակ վիճակի մեջ։ Հավատում եմ, որ Աստծո խոսքը ձեր համար ճիշտ է։ Հավատում եմ, որ Աստծո կողմից ձեր այն մի թարգմանության մեջ ասեց զորություն, հա, զորավոր եք։ Ստե ուժ այն մի թարգմանության զորավոր։ Աստծո կողմից այդ զորությունը կա ձեզ տրված։ Աստծո կողմից այդ ուժը կա ձեզ տրված։ Աստված սուտ չի ասում, Աստված ճիշտ է ասում եւ Աստծո ասածը իրական է։ Այս բայցը կա, որ դու ինչ որ մի տեղում մի հատ sense թույլ ես տվել վնաս ես քաշել, թույլ ես տվել մի բան գա խանգարի եւ այդ խանգարող բանը չի թողում, որ դու գործես այն զորությամբ, որ Աստված տվել է քեզ։ Ես մի հատ օրինակ եմ լսել մի եղբորից, արդեն դարձել եմ իմ օրինակ, որտեղ շատ եմ գործածել։ Տեսել եք, մեծ դարպասի են դռներ, գարաժի դարպասա կամ չգիտեմ ինչ դարպասա։ Տակը մի հատ sense այսքան բորտի կտոր անջը չես կարում փակես կամ բացես։ Այսինքն մի հատ այդ բորտի կտորը խանգարում է ամբողջ դարպասի շարժին։ Եթե դու այդ դարպասն ես, մի հատ փոքր բան կարող է քեզ խանգարի եւ դու չկարողանաս անել այն, ինչ որ պետք է անեիր։ Եվ ինչա պետք հայտնաբերել այդ խանգարող բանը եւ քո կյանքից դուրս գցել։ Ամեն հայտնաբերել, այսինքն եթե մի բան չես կարող անել, ոմանցից լսել եմ, չեմ կարող։ Ես կառաջարկեմ, դու չեմ կարող բառը չսեփականացնես։ Եթե Աստված ասում է դու ուժեղ ես, դու Աստծո խոսքը ճիշտ համարի, ոչ թե այդ քո մտածելը չեմ կարող։ Եթե չես կարող, Աստծուն զրպարտում ես։ Աստված քեզ կարող է ստեղծել, կամ երբ որ կանչել է, բերել է, իր Սուրբ Ոգին դրել է քո մեջ, դու արդեն ամեն բան կարող ես, ինչպես Պողոսն է ասում։ Կարող ես, բայց ինչի չես կարողանում, այն խանգարող բանը քո կյանքից հանի։ Հայտնաբերի, խնդրի Տեր Աստված, հայտնի ինչն է պատճառը, կամ շատերիդ հենց էլ հայտնի է, ոնց որ ասի, տան մեջ վիճել ես դուրս ես եկել։ Իհարկե այդ վեճը պետք է ազդի քո վրա։ Այդ վեճը պետք է խանգարի քեզ։ Հպարտության մտքեր ես ընդունել։ Հպարտները Աստված հպարտներին հակառակ է։ Եվ այլն, հասկանում եք ինչ եմ ասում։ Նախանձը եւ այլն բաներ կան, որ եթե եկել է քո կյանքի մեջ, շատ շուտ հանի, այլապես ինքը կխանգարի, որ Աստծո տված զորությունը դու գործածես։ Աստծո տված ուժը դու գործածես։ Բայց քիչ առաջ ասածս կրկնեմ։ Աստված այդ ուժը զորությունը որ տվել է, նպատակով է տվել։ Որ քո միջոցով Աստված գործեր անի։ Քո միջոցով մեծամեծ բաներ անի։ Հավատա, ես դրա համար ես դու կանչված։ Դրա համար դու կաս։ Բայց որ չանես, եւ այդպես տարիներով ապրես, գաս եկեղեցի անկարող մեկը։ Աստծո համար նորից եմ ասում, ոնց որ զրպարտություն Աստծո հասցեին, որտեղ Աստված քեզ անկարող չի ստեղծել, կամ որ կանչել է քեզ անկարող չի թողել։ Խանգարող բաները հանի շպրտի։ Հիմա ուզում եմ ասեմ մյուս տեսանկյուն ասեմ, թե մյուս իրավիճակին, որը ավելի թունդ է։ Բայց ցավոք, ես արդեն ձեր բոլորի համար չեմ ասի, ցավոք ոմանք ընկնում են դրա մեջ։
Այս պատմությունը դուք լավ գիտեք, ես արդեն իմ կյանքից չի, ուրիշ մի ուժերի կյանքից է։ Բոլորը գիտեք Սամսոնի մասին, Աստվածաշնչյան Սամսոնի։ Սամսոնը Աստծուց զորություն ուներ։ Դե հավատում ենք, որ Սամսոնը մեր օրինակներից մեկն է։ Ընդունում եք սա, Աստվածաշնչի բոլոր հերոսներն էլ մեր համար օրինակ են։ Սամսոնին այդ չափի, այդ ձևի ուժեր տվել, քեզ էլ քո ծառայության համեմատ ուժն է տվել, Աստված զորությունն է տվել։ Հիմա Սամսոնը բոլորս գիտենք, թե Սամսոնի պատմությունը սկսում է դատավորած 13 գլխից, բայց այս Սամսոնի այդ կորցնելը, ուժը եւ իր կյանքը կորցնելը 16 գլխում է գրված։ Ես չեմ բացում, բայց գիտեք որ բոլորը գիտեք Սամսոնի պատմությունը։ Սամսոնը Աստծո օծյալ էր։ Սամսոնը Աստծո ուխտավորն էր։ Իր ուժը հենց այդ ուխտի մեջ էր։ Ես ում հիմա հռչակեմ։ Դու Աստծո այդ ուխտի մեջ ես, սա արդեն քո զորությունն է։ Սուրբ Հոգին որ քո մեջ է, սա արդեն քո զորությունն է։ Բայց Աստծո ուխտավոր լինելով մեկտեղ նա գնաց մի հատ պոռնիկ կնոջ հետ կապվեց։ Էսի նրա անկման սկիզբն էր։ Ստեղից Սամսոնը սկսեց արդեն ընկնել։ Հիմա շնորհակալ եմ, որ Տեր Աստված, որ ինձ պոռնիկ կանանցից պահել ես։ Ես չգիտեմ պոռնիկ կանայք ոնց են անում, բայց ոնց են համոզում, չգիտեմ։ Այդ պոռնիկինը ոնց Սամսոնին համոզեց, բայց մի բան ասեմ։ Սամսոնը սիրում էր այդ կնոջը, բայց այդ կինը ավելի շատ փողն էր սիրում, ոչ թե Սամսոնին։ Փողի խաթր այս կինը տեսներ Սամսոնի ուժը եւ չափսոսեց այդքան ուժեղ մարդուն վերացրեց։ Մի քիչ փողի խաթր։ Պատկերացնում ես դու որ մի հատ ուժեղ մեկին տենաս հսկա, մանավանդ որ քո հետ ասում ես չես սիրում եմ, քո հետ ուզում ապրի, դու կափսոսես այս մարդը մեռնի։ Ուզես այս մարդը միշտ ապրի, դու էլ իր հովանու տակ ապրես։ Բայց այս կինը sense չմտածեց։ Նրա համար այդ Սամսոնի ուժը, Սամսոնի ով լինելը ոչ մի արժեք չուներ։ Այն փողը, որ խոստացել էին, այնի արժեք ուներ։ Պատկերացնում եք այդ կնոջ ու Սամսոնի հետ էլ այդ կնոջ հետ էր կապվել։ Եվ բոլորը գիտեք պատմությունը։ Այս կինը այնքան համոզեց Սամսոնին, որ իր այդ սրտնի գաղտնիքն ասեց, եւ այն էլ դրանից օգտվելով Սամսոնի մազերը կտրել տվեց եւ բռնեցին, աշկերը հանեցին եւ տարան այն աղորիկ, այսինքն բոլոր տեղ ջուր չկար, ստե մեր նման սարի ջուր, որ ջրաղացի բան քար պտտեցներ, տեղեր կան եզով են պտտեցրել, Սամսոնին տարան այդ էշիկ փոխարեն կապեցին այդ քարից եւ սկսեց պտտեցնել ծորեն աղա։ Ամենայն անարգ տեղերից մեկը, բայց դրանից ավելի անարգ աշկերը հանելը։ Ես հիմա ուզում եմ արդեն փորձեմ հետի տեսնել մեր հիմիկվա կյանքում։ Հիմա երիտասարդի համար Դալիլան ով կարող է լինել։ Կամ ինչ է։ Կարծում եմ հիմնականում, դե եթե այս կոնկրետ մեկը մի պոռնիկ կնոջ հետ կապվի, արդեն նի Դալիլա է, բայց կարող է ինչ լինի, կարող է լինի ալկոհոլը, նարկոտիկը, փողը, հպարտությունը, փառասիրությունը, մի բան, որ դու շատ ես սիրում, մի բան, որ դու նրա այդ սիրո մեջ կարող է քո Աստծո հետի ուխտը կորցնես։ Աստծո ուխտը, ոնց ասեմ, քո համար ավելի քիչ նշանակություն ունի, քան թե այդ սովորույթը, այդ գործը։ Քիչ առաջ ասին նորից եմ ասում, ես չեմ կարծում ձեր մեջ կա նման մարդ, բայց ցավոք կարող է լինի, չգիտեմ, բայց Աստված տա չլինի ձեր մեջ նման մարդ, բայց ցավոք եկեղեցուց եղել են մարդիկ, որ եկել են եկեղեցի, միտել տարվել են դեսին բանով։ Այն ովքեր եկեղեցի չեն եկել, նրանցից շատերն են տարվում, բայց որ եկեղեցի եկող, Աստծո այդ ուխտի մեջ մտած, Սուրբ Հոգին ստացած մարդը տարվի,
Դե բոլորը չի որ բանով կտարվեն, ալկոհոլ որ ասում, ասենք խմիչքով, բոլորը չի որ նարկոտիկով կտարվեն, բայց օրինակ շատերը հպարտությունով տարվում են, շատերը փողասիրությունով տարվում են, շատերը հակառակ սեռի նկատմամբ իրանց ընդունած ցանկություններով տարվում են, շատերը ինչ-որ մի երկրային խոստումով տարվում են, հոգևորներ, և ես հարկ համարեցի, ես օրինակն էլ ասեմ, սիրելի մարդ, երիտասարդ, որի համար Աստված ասում է, դու ուժով ես, դու զորավոր ես, և այդ զորությունը Աստված բարի նպատակով է տվել, և այդ զորության մեջ դու մեծ բաներ կարող ես անել, կամ այդ զորությունով մեծ բաներ կարող ես անել, և այդ զորությունը քեզ ընդեղ երկնքում մեծ դիրքի կհասցնի, այդ զորությունով դու ընդեղ մեծ բաներ վերջը, այնտեղ փառքի մեջ կլնես, բայց ոմանք ուզում են ստեղ փառքի մեջ լինեն։ Այդ քո զորությունը հանկարծ չկորցնես։ Այն իմ են մատի օրինակի վրա որ ասի, ասենք զորությունը չես կորցնում, բայց աշխատունակություն տան գնում։ Սրա լուծումը ավելի հեշտ է, որ աշխատունակությունդ նորից վերականգնես, այն ինչ որ քեզ խանգարում է, կյանքիցդ հանես։ Բայց եթե կորցնես, եթե արդեն ընդեղ ես մի համար կար չկարդացի, 16 գլխի, ես պայն համարը չեմ իշում լավ, ասում է, որ Սամսոնը չգիտեր, որ իրա ուժը գնացել է արդեն իրանից։ Ասում էր, հելնեմ առաջվա նման բան, բայց արդեն իրա ուժը գնացել էր, Տերը իրանից հեռացել էր։ Ցավոք մարդիկ են, որ մի բանի այնքան են տարվում, որ արդեն այն զորությունը չկա իրա մեջ։ Այդ ուժը կորցրել են, որովհետև Աստծուց ավելի սիրելի բան են գտել։ Բայց որ համեմատենք Աստծու հետ, նույնիսկ անարգ է, որ մի բան Աստծուց շատ սիրենք։ Մի հատ ցուցակ որ գրես, քո կյանքում Աստծո են ներդրումները եւ այդ տվյալ քո սիրելի բանի ներդրումները ամոթ է նույնիսկ համեմատել։ Ամոթ է համեմատել Աստծո ներդրումը այդ սիրելի բանի ներդրումի հետ։ Բայց մենք դեռ մարդը հետ ինտերես։ Սամսոնը ուզենար 100 հատ կին կարող էր ունենալ, բայց ոչ պոռնիկ։ Բայց գնաց կյանքը կապեց դրա հետ։ Դրամ էլ կորցրեց։ Հիմա, եթե մեկը ուզում է երկրի վրա փառավորվի, երկրի փառքը ոչինչ է այն Աստծո հետ մի հանդիպման համեմատ։ Որ մնաց, որ Աստծո փառքի մեջ դու պետք է ապրես հավիտյան։ Ասում ամոթ է երկրային այդ բանը համեմատել, որ ասում ամոթ է, այսինքն անարգանք Աստծո հանդեպ, երկրային այդ մի, ասենք, ցիչ առաջ ասի, քո մարմնի հաճույքները, հակառակ սեռ նկատմամբ ինչ-որ բան, հպարտություն, փող, նախանձ, ես ինչ բաներ, այդ բոլորը Աստծո անվան հետ համեմատելը անարգանք Աստծո հասցի։ Եվ դրանով մարդը կկորցնի։ Այս որ ասում դուք ուժով եք, արդեն այս խոսքը իրան չվերաբերվի։ Հիմա ես այսօր ասում եմ, այս խոսքը քեզ է վերաբերում, սիրելի երիտասարդ։ Դու այսօր որ Աստծո տան մեջ ես, այս խոսքը քեզ է վերաբերում։ Երիտասարդ դու ուժով ես։ Կամ մյուս թարգմանությունով դու զորավոր ես։ Բայց այդտեղ էլի բան կա, ուրիշ անգամները լսած կլինեք։ Այս զորությունը կապված է նաև նրա հետ, որ Աստծո խոսքը գիտես, որ Աստծո խոսքը քո մեջ է բնակվում։ Եվ դու այդ քո զորությունը ինչ պետք է անի, ասում է, չարին հաղթեցիք։ Քո զորությունը պետք է չարին հաղթի։ Չարին հաղթեցիք։ Դե ուզում արդեն ամփոփեմ ու ավարտեմ։ Ամփոփեմ ես բառով սկսած։ Մենք Աստծո տվածի համար պատասխանատու ենք։ Դու այս զորության համար պատասխանատու ես։ Աստված մի օր գալու է հարցնի։ Իշ մեկ են մնացների առակը կամ տաղանների իրար նման են։ Տերը որ տվեց գնաց, հետո եկա մի օր, ասեց ինչ ես արել։ Այն մեկը ասեց, Տեր, քո տվածը 10 հատ շահեց։ Այսինքն Աստծո տված զորությունը շահ է բերելու։ Աստվածային շահ։ Քո տվածը
10, դե մեկ ասեց 5 հատ շահեց։ Իսկ այն մեկը նույնիսկ չէր էլ կորցրե։ Պարզապես չէր շահե, այնի դուրս մնաց։ Պատկերացնում եք, ով որ կորցներ, առավելապես նա պատժի արժանի էր։ Դու պատասխանատու ես Աստծո տվածի համար։ Աստված մի օր պահանջելու է, ես քեզ զորություն եմ տվել։ Ինչ ես արել այս զորությունը։ Եվ դու ճիշտ կլինի, որ ասես Տեր, քո զորությամբ այսքան բան եմ արել։ Այդ դու չես ասելու, Աստված հենց ինքն է ասելու, ապրես, բարի եւ հավատարիմ ծառա, որ իմ տված զորությամբ դու այսքան գործ արեցիր։ Հիմա, այսօր իմ խոսքը էս էր, այդ գործը ինչքանով ես անում։ Ինչքանով ես Աստծո զորությամբ գործ անում։ Դրան ես անունը դրեցի աշխատունակություն։ Ինչքանով ես աշխատում։ Ինչքանով ես տրամադրում Աստծո գործին։ Ինչքանով ես ժամանակ տրամադրում Աստծո գործին, այդ քո զորությունով։ Գիտեք, չէ, դրա նման մի հատ կա Գեդեոնին, որ ասեց հրեշտակն ասեց. «Այդ քո զորությունով հելի Իսրայելը պիտի ազատես»։ Հենց Գեդեոնը չգիտեր, որ զորություն ունի, բայց հետո դուրս եկավ, որ ունի։ Հիմա քեզ ասում եմ, այդ քո զորությունով պիտի շատերին դու ազատես։ Պիտի ազատես։ Ես հրեշտակ չեմ, բայց այդ խոսքը հավատում, որ էլի մեր համար է գրված։ Ուրեմն, առաջարկում եմ, եթե մի բան կա, որ խանգարում է, որ դու քո զորությամբ գործես, ոչ թե ասա չեմ կարող, այլ այդ խանգարող բանը կյանքիցդ հանի։ Չեմ կարող բառը զրպարտություն է Աստծո համար։ Չեմ կարող նշանակում Աստված չես տվել։ Աստված տվել է։ Այս խոսքը իրավունք չունենք ջնջելու։ Աստված տվել է։ Կարող ես։ Եթե խանգարող բան կա, հանի։ Եթե խանգարող բան կա, ջնջի քո, այսինքն Աստծուն խնդրի, Աստված եւ հուշի ինչն է, եւ ինքն էլ կօգնի, որ դու դրանից ազատվես։ Իսկ այն Սամսոնի հետ կապված այդ պատմությունը քեզնից հեռու լինի ընդհանրապես։ Ընդհանրապես Աստծուց բացի որևէ բան հանկարծ չմրցի այդ սիրո հետ։ Ինչքան ուզում է սատանան դրա այն փայլփլուն բանը ցույց տա, հանկարծ չփոխես Աստծո հետ։ Աստվածապաշտության հետ չփոխես։ Որովհետև ինչ էլ կա այս երկրի վրա, բոլորը վերանալու են։ Հավիտենական կյանքը Աստծո մոտ, Աստծո հետ։ Ինչքան ուզում է լավ բան լինի, լավ խոստումնալից լինի, այդ բոլորը ոչինչ են համեմատվելու քո եւ Աստծո հարաբերության հետ։ Որովհետև ասում եմ, որ ցուցակ գրես, թե Աստված ինչքան ներդրում ունի քո կյանքի մեջ, քո յուրաքանչյուր վարքյանը Աստծով է։ Այսօր շնչում ես, Աստված կարենցես պահին մի հատ գունդ բերի քցիս դե մեռնես։ Աստված մի հատ ձեռը վերցնի քո վրայից։ Մի հատ թույլ տվեց հոբին մոտենալու, հոբին ինչ օրը գցեց սատանը։ Դու որ ապրում ես Աստծո շնորհիվ ես ապրում։ Աստծո թույլտվությամբ ես ապրում։ Աստծո օրհնությամբ ու ողորմությամբ ու պահպանությամբ ես ապրում։ Սա բավական է արդեն, որ դու քո ողջ կյանքը նվիրես Աստծուն։ Եվ ոչ մի բան չփոխես քո եւ Աստծո հարաբերության հետ։ Երիտասարդ դու ուժով ես։ Երիտասարդ ուժդ գործածի։ Երիտասարդ դու կարող ես։ Չեմ կարող բառը քեզ չի սազում։ Չեմ կարող բառը Աստծուն դեմ է։ Պողոսը, որ ասեց ամեն բան կարող եմ, գիտեք այդտեղ Ֆիլիպպեցիների 4:13։ Ամեն բան կարող եմ, սա մեզ է վերաբերում։ Դու այս խոսքը բռնի։ Բայց որ կարող ես չի նշանակում, ասեմ ամեն բան կարող եմ եւ այդ համստան դիվանի վրա։ Որ կարող ես, որ այդ քո կարողությունով գործի։ Դուրս արի։ Կարող ես սկզբից չիմանաս ինչ։ Դու պարզապես Աստծո համար ինչ-որ բան սկսի, Աստված կամաց քեզ կտանի քո գծի վրա կդնի։ Այս օրինակն էլ ասեմ, Աբրահամի համար ասում է, որ Աստված Աբրահամին որ ասեց դուրս արի քո երկրից, քո հարազատության մեջից։ Գնա, ասենք, բան Քանան երկիրը։ Եվ գրված, Աստված չգիտեր ուր է այդտեղ։ Պարզապես Աստված ասել էր գնա այդ մեր։ Բայց հետո մեջել Աստված բացեց։ Ասեց, որ հողը որ տրորեցիր, դա քոնն առնելու։ Քո սերունդին առնելու։ Որտեղ դու պտտվեցիր, դա քո սերունդին առնելու։ Նենց որ դու դուրս արի, Աստծո համար ինչ որ մի բան արա։ Հետո կհայտնաբերես, որ այդ քո քայլած տեղերը քոնն առնելու։ Կհայտնաբերես, որ Աստված այդ քո ծառայության մեջ քո համար բաներ է պատրաստել։
Աստծո համար սկսի գործել։ Աստված օրհնի ձեզ։